Գրք Աստծու հանդեպ։ Սաղմոս 42-84-130 աղոթք առաջին սերը վերստին արթնացնելու համար։ Քո սիրտը դեռ խփում է Աստծո համար, քո հոգին դեռ կրակում է նրա ներկայությամբ, թե մոռացել ես այն առաջին սերը, երբ նրա անունը քեզ համար ամեն ինչ էր։ Այսօր, հենց հիմա, մենք վերադառնում ենք դեպի այդ կրակը, դեպի այդ կենդանի աղբյուրը, որը երբեք չի ցամաքում։ Երկնային Հայր, մենք եկել ենք քո առաջ խոնարհ սրտերով, մենք եկել ենք ծարավ հոգիներով, որոնք փափագում են քո ներկայությունը, ինչպես եղջերուն է փափագում հոսող ջրերը, այնպես էլ մեր հոգիները փափագում են քեզ, ով կենդանի Աստված, մենք գիտենք, որ առանց քեզ մենք չորացած հողի նման ենք, առանց քեզ մեր կյանքը իմաստազուրկ է։ Տեր Հիսուս, մենք խոստովանում ենք, որ երբեմն մեր սրտերը սառել են, երբեմն մենք հեռացել ենք այդ առաջին սիրոյից, որը մեզ լցնում էր ուրախությամբ հույսով, երբեմն մենք թույլ ենք տվել աշխարհի հոգսերին, անհանգստություններին, փորձություններին մեզ հեռացնել քեզանից, բայց այսօր մենք վերադառնում ենք, այսօր մենք որոնում ենք քո երեսը նորից։ Սաղմոս 42-ը մեզ հիշեցնում է, ինչպես եղջերուն է ցանկանում ջրային հոսանքներին, այնպես էլ իմ հոգին է ցանկանում քեզ, ով Աստված, իմ հոգին ծարավ է Աստծո, կենդանի Աստծո համար, երբ կգամ կերամ Աստծո երեսին, այո, Տեր, մենք ծարավ ենք քեզ համար, ոչ թե սովորական ծարավ, այլ խորը, անհագ ծարավ, որը միայն դու կարող ես հագեցնել։ Քո Սուրբ Հոգին թող վերականգնի մեր սրտերում այդ կենդանի հավատքը, թող վերականգնի այդ կրակոտ սերը, որը մեզ ստիպում էր աղոթել ցերեկ ու գիշեր, թող վերականգնի այդ կրքոտ փափագը լսել քո ձայնը, կարդալ քո խոսքը, գոհանալ քո անունով։ Մենք հիշում ենք այն օրերը, երբ մեր հոգիները թռչում էին ուրախությամբ քո ներկայությամբ, երբ յուրաքանչյուր աղոթք լցված էր հույսով, երբ յուրաքանչյուր երգ եկած էր սրտի խորքից, Տեր, մենք ցանկանում ենք վերադառնալ այնտեղ։ Մենք ցանկանում ենք նորից զգալ այդ անսահ սերը քո հանդեպ։ Եթե դու ես ցանկանում ավելի խորանալ Աստծո մեջ, միացիր մեր ընտանիքին, սեղմելով բաժանորդագրության կոճակը, միասին մենք կհզորանանք հավատքով։ Տեր, դու ասացիր քո խոսքում, դու կգտնես ինձ, երբ կփնտրես ինձ ամբողջ սրտովդ, այսօր մենք փնտրում ենք քեզ ոչ թե կես սրտով, ոչ թե բաժանված միտքով, այլ ամբողջ էությամբ մենք փնտրում ենք քեզ մեր ամբողջ սրտով, ամբողջ հոգով, ամբողջ ուժով։ Սաղմոս 84-ը հռչակում է, որքան սիրելի են քո խորանները, ով բանակների Տեր, իմ հոգին կարոտում նույնիսկ թուլանում է Տիրոջ գավիթների համար, իմ սիրտն ու մարմինը ցնծում են կենդանի Աստծո համար, այո, Տեր, մեր սրտերն ու մարմինները ցնծում են քեզ համար, մենք կարոտում ենք քո ներկայությունը, մենք կարոտում ենք քո տունը։ Ավելի լավ է մի օր քո գավիթներում, քան հազարը ուրիշ տեղ, ավելի լավ է կանգնել քո տան դռան շեմին, քան բնակվել ամբարիշտների վրանների մեջ, Տեր, դու ես մեր արվահան, դու տալիս ես շնորհ փառք, դու ոչինչ չես զրկում նրանցից, ովքեր ուղիղ են քայլում։ Մենք ուզում ենք ուղիղ քայլել քեզ հետ, մենք ուզում ենք ապրել քո ներկայության մեջ, մենք ուզում ենք, որ քո կրակը վառվի մեր սրտերում ամեն օր, ամեն ժամ, ամեն րոպե, թող մեր սերը քո հանդեպ լինի ոչ թե հին սովորություն, այլ թարմ կենդանի, վառվող իրականություն։ Տեր Հիսուս, դու գիտես մեր թուլությունները, դու գիտես, թե ինչպես են մեր սրտերը մոլորվում, ինչպես են մեր աչքերը շեղվում, բայց դու նա գիտես մեր իսկական ցանկությունը, սիրել քեզ ամբողջ էությամբ, օգնիր մեզ, ուժեղացրու մեզ, վերականգնիր մեզ։ Քո Սուրբ Հոգին թող հանի մեր սրտերից այն ամենը, ինչը մեզ առանձնացնում է քեզանից, թող հանի սառնությունը, անտարբերությունը, հպարտությունը, դատապարտությունը, չարությունը, թող լցնի մեզ քո սիրով, ուրախությամբ, խաղաղությամբ, համբերությամբ, բարությամբ, հավատարմությամբ, հեզությամբ, ինքնատիրությամբ։ Սաղմոս 130-ը աղաղակում է խորքերից։ Խորքերից կանչում եմ քեզ, ով Տեր, Տեր, լսիր իմ ձայնը, թող քո ականջները ուշադիր լինեն իմ աղերսանքների ձայնին, այո, Տեր, խորքերից մենք կանչում ենք քեզ, ոչ թե մակերեսային աղոթքով, այլ մեր էության խորքից։ Եթե դու, Տեր, պահեիր մեղքերի հաշիվը, ով կարող էր կանգուն մնալ, բայց քեզ մոտ կա ներում, որպեսզի քեզ երկյուղ ունենան, մենք սպասում ենք Տիրոջը, մեր հոգին սպասում է, մենք հույս ունենք նրա խոսքի վրա, իմ հոգին սպասում է Տիրոջը ավելի շատ, քան պահապանները առավոտին։ Տեր, մենք սպասում ենք քեզ, մենք սպասում ենք, որ դու նորոգես մեր հոգիները, մենք սպասում ենք, որ դու վերականգնես մեր առաջին սերը, մենք սպասում ենք, որ դու լցնես մեզ քո Սուրբ Հոգով նորից ու նորից։ Քեզ մոտ է առատ փրկություն, դու փրկում ես քո ժողովրդին նրանց բոլոր անօրենություններից, Տեր, փրկիր մեզ սառնությունից, փրկիր մեզ անտարբերությունից, փրկիր մեզ հոգոր թմրությունից, փրկիր մեզ այն ամենից, ինչը մեզ հեռացնում է քեզանից։ Մենք ուզում ենք վառվել քո սիրով, մենք ուզում ենք գոռալ քո փառքի համար, մենք ուզում ենք ապրել քո ներկայության մեջ ամեն օր, ոչ թե միայն կիրակի օրերին, ոչ թե միայն եկեղեցում, այլ տանը, աշխատանքում, ճանապարհին, ամենուր։
Թող մեր կյանքը լինի երկարող փառաբանություն քեզ, թող մեր խոսքերը լինեն քո ցանկության արտահայտություն, թող մեր գործերը լինեն քո սիրո դրսևորում, թող մեր մտքերը լինեն քո ճշմարտության վրա կենտրոնացած։ Տեր, մենք խնդրում ենք, որ դու ներկա լինես այստեղ հենց հիմա, թող քո Սուրբ Հոգին շրջապատի յուրաքանչյուր մեկին, ով լսում է այս աղոթքը, թող քո ներկայությունը լցնի այս տարածությունը, թող քո սերը հպվի յուրաքանչյուր սրտի։ Մենք խոստովանում ենք, որ դու ես մեր ամենամեծ գանձը, դու ես մեր ուրախության աղբյուրը, դու ես մեր հույսը, մեր ուժը, մեր փրկությունը, առանց քեզ մենք ոչինչ ենք, բայց քեզ հետ մենք կարող ենք ամեն ինչ։ Վերականգնիր մեր սրտերում այդ առաջին սերը, հիշեցրու մեզ, թե ինչպիսին էինք, երբ առաջին անգամ հանդիպեցինք քեզ, այդ ուրախությունը, այդ խաղաղությունը, այդ վստահությունը, մենք ուզում ենք վերադառնալ այնտեղ, բայց ոչ միայն վերադառնալ, այլ աճել ավելի խորը, ավելի բարձր, ավելի լայն քո սիրո մեջ։ Հայր Աստված, մենք գոհանում ենք քեզ, որ դու հավատարիմ ես, նույնիսկ երբ մենք անհավատարիմ ենք, դու մնում ես հավատարիմ, նույնիսկ երբ մենք թուլանում ենք, դու մնում ես ուժեղ, նույնիսկ երբ մենք կասկածում ենք, դու մնում ես հաստատուն։ Քո սերը երբեք չի փոխվում, քո շնորհքը երբեք չի սպառվում, քո ողորմածությունը նորոգվում է ամեն առավոտ, մենք ապավինում ենք քեզ, մենք հույս ունենք քեզ վրա, մենք սիրում ենք քեզ։ Տեր Հիսուս, դու մեռար մեզ համար, դու հարություն առար մեզ համար, դու ապրում ես միջնորդելու մեզ համար, ինչպիսի սեր է սա, ինչպիսի շնորհ, ինչպիսի փրկություն։ Մենք չենք արժանի այս ամենին, բայց դու մեզ արժանի ես դարձնում քո արյամբ, դու մեզ սրբում ես քո խոսքով, դու մեզ փոխակերպում ես քո հոգով, շնորհակալ ենք քեզ, Տեր, շնորհակալ ենք անվերջ շնորհքի համար։ Այժմ մենք խնդրում ենք, որ դու լցնես մեզ քո Սուրբ Հոգով, լցնիր մեզ մինչ գլխալիքը, լցնիր մեզ այնպես, որ մենք ընթացք տանք ուրիշների համար, լցնիր մեզ քո սիրով, որ մենք կարողանանք սիրել ուրիշներին, լցնիր մեզ քո լույսով, որ մենք կարողանանք լուսավորել այս մութ աշխարհը։ Թող մեր հոգիները վառվեն քո կրակով, թող մեր սրտերը ծեծվեն քո սիրուց, թող մեր ձեռքերը բարձրանան քեզ փառաբանելու համար, թող մեր ոտքերը քայլեն քո ուղիներով, թող մեր բերանները խոսեն քո ճշմարտությունը։ Մենք հրաժարվում ենք այն ամենից, ինչը մեզ պահում է հեռու քեզանից, մենք հրաժարվում ենք մեղքից, մենք հրաժարվում ենք աշխարհի սնափառությունից, մենք հրաժարվում ենք մեր սեփական էգոից, մենք ընտրում ենք քեզ, Տեր, մենք ընտրում ենք քո կամքը։ Մենք ընտրում ենք քո ուղին։ Վերականգնիր մեզ, Տեր, նորոգիր մեզ, փոխակերպիր մեզ, դարձրու մեզ նոր արարածներ Քրիստոս Հիսուսի մեջ, թող հինը անցնի, թող ամեն ինչ դառնա նոր։ Մենք սպասում ենք քեզ, մենք սպասում ենք քո շոշափմանը, մենք սպասում ենք քո ձայնին, մենք սպասում ենք քո շարժմանը մեր կյանքում, խոսիր, Տեր, քո ծառաները լսում են, գործիր, Տեր, մենք պատրաստ ենք։ Թող այս պահը լինի նոր սկիզբ, թող այս աղոթքը լինի դարպաս դեպի նոր խորություն քո հետ, թող այսօրը լինի օր, երբ մենք վերագտնում ենք մեր առաջին սերը, բայց ավելի մեծ, ավելի խոր, ավելի կայուն։ Տեր, մենք հավատում ենք, որ դու լսում ես մեր աղոթքները, մենք հավատում ենք, որ դու պատասխանում ես, մենք հավատում ենք, որ դու գործում ես, մենք հավատում ենք, որ դու հույսը չես դրբիջացնում։ Ինչպես եղջերուն է գտնում ջրերը իր ծարավը հագենում են, այնպես էլ մեր հոգիները այսօր գտնում են քեզ լցվում են, ինչպես արը ծագում է ամեն առավոտ, այնպես էլ քո ողորմածությունը նորոգվում է մեր կյանքում, ինչպես ծովը խորն է, այնպես էլ քո սերը անհունափակ է։ Մենք ընկղմվում ենք քո սիրո ծովը, մենք լողում ենք քո շնորհքի ջրերում, մենք խմում ենք քո հոգու կենդանի աղբյուրից, մենք կերակրվում ենք քո խոսքի հացով, մենք ապրում ենք քո ներկայության մեջ։ Շնորհակալ ենք քեզ, որ լսեցիր մեր աղոթքը, շնորհակալ ենք, որ հպվեցիր մեր սրտերին, շնորհակալ ենք, որ վերականգնում ես մեր առաջին սերը, շնորհակալ ենք, որ դու հավատարիմ ես։ Մենք խոստանում ենք ապրել քեզ համար, մենք խոստանում ենք քայլել քեզ հետ, մենք խոստանում ենք պահպանել այս կրակը վառ մեր սրտերում, մենք խոստանում ենք սիրել քեզ ամբողջ մեր կյանքում։ Փառք քեզ, Հայր, փառք քեզ, Որդի, փառք քեզ, Սուրբ Հոգի, փառք Սուրբ Երրորդությանը, հիմա միշտ հավիտյանս հավիտենից, ամեն։ Թող Տիրոջ շնորհքը, Հիսուս Քրիստոսի սերը, Սուրբ Հոգու հաղորդակցությունը լինի մեր բոլորի հետ, թող մեր սրտերը շարունակեն վառվել նրա համար, թող մենք երբեք չմոռանանք այս առաջին սերը, որը նորոգվեց մեր սրտերում այսօր։ Տեր, մենք գնում ենք քո խաղաղությամբ, քո ուրախությամբ, քո սիրով, մենք գնում ենք վերականգնված, նորոգված, փոխակերպված, մենք գնում ենք որպես քո երեխաներ, քո սիրելիներ, քո ընտրյալներ, շնորհակալ ենք քեզ, Տեր, ամեն։ Հայրենական լույս Սաղմոսներ 14, 68, 116, մոլորակային լուսավորություն Աստվածային իմացություն։ Բարի գալուստ, սիրելի հավատացյալներ, Աստծո լույսի որոնողներ։ Այսօր մենք կխոսենք մի թեմայի մասին, որը հուզում է ամեն ճշմարիտ հավատացյալի սիրտը, Աստծո լույսի աստվածային իմացության մասին։ Մենք ապրում ենք մի աշխարհում, որը պատված է հոգոր խավարով։ Մարդիկ որոնում են լույս, բայց փնտրում են սխալ տեղերում։
Նրանք դիմում են փիլիսոփայությանը, գիտությանը, միստիցիզմին, բայց միակ ճշմարիտ լույսը գալիս է Աստծուց։ Սաղմոս 14-ում մենք կարդում ենք. Անձգամն ասաց իր սրտում. Աստված չկա։ Նրանք ապականվեցին, գարշելի գործեր արեցին, չկա մեկը, որ բարին անի։ Տերը երկնքից նայում է մարդկանց որդիներին, տեսնելու, թե կա արդյոք մեկը, որ իմանա, որ փնտրի Աստծուն։ Այս սաղմոսը բացահայտում է մարդկության հոգոր վիճակը։ Առանց Աստծո լույսի, մարդը կույր է, անձգամ է։ Նա չի կարող տեսնել հոգոր իրականությունը, չի կարող հասկանալ իր իրական վիճակը։ Բայց Աստված չի թողել մեզ խավարում։ Նա ուղարկեց իր որդուն, Հիսուս Քրիստոսին, որպես աշխարհի լույս։ Հիսուսն ասաց. Ես եմ աշխարհի լույսը։ Ով հետում է ինձ, չի քայլի խավարում, այլ կունենա կյանքի լույսը։ Սա ոչ թե պարզապես գեղեցիկ փոխաբերություն է, այլ հոգոր իրականություն։ Երբ մենք ընդունում ենք Քրիստոսին, մենք անցնում ենք խավարից լույսի մեջ։ Մեր մտքերը լուսավորվում են, մեր հասկացողությունը բացվում է, մենք սկսում ենք տեսնել աշխարհը Աստծո աչքերով։ Սաղմոս 68-ում գրված է. Թող Աստված բարձրանա, թող նրա թշնամիները ցրվեն, թող նրան ատողները փախչեն նրա երեսից։ Ինչպես ծուխը ցրվում է, այնպես ցրի նրանց։ Ինչպես մոմը հալվում է կրակի առջ, այնպես թող չարերը կործանվեն Աստծո առջ։ Այստեղ մենք տեսնում ենք Աստծո լույսի զորությունը խավարի ուժերի դեմ։ Ինչպես արը ցրում է գիշերվա խավարը, այնպես էլ Աստծո ներկայությունը ցրում է չարի ուժերը։ Աստվածային իմացությունը սկսվում է Աստծո երկյուղից։ Առակացում գրված է. Տիրոջ երկյուղը իմաստության սկիզբն է։ Երբ մենք ճանաչում ենք Աստծո սրբությունը, նրա մեծությունը, նրա զորությունը, մենք սկսում ենք հասկանալ մեր տեղը տիեզերքում։ Մենք ճանաչում ենք, որ մենք արարածներ ենք, իսկ նա արարիչ։ Այս ճանաչումը հիմքն է ամեն ճշմարիտ իմաստության։ Բայց Աստծո լույսը ոչ միայն բացահայտում է մեր մեղավորությունը, այլ ցույց է տալիս փրկության ճանապարհը։ Սաղմոս 116-ում կարդում ենք. Գթասիր ինձ, Տեր, գթասիր ինձ, որովհետև ես նեղության մեջ եմ։ Դու փրկեցիր իմ հոգին մահից, իմ աչքերը արցունքից, իմ ոտքերը սայթաքումից։ Ես կքայլեմ Տիրոջ առջ կենդանիների երկրում։ Աստծո լույսը ոչ միայն դատապարտում է, այլ փրկում է։ Այն ցույց է տալիս մեզ ելքը, ճանապարհը դեպի կյանք։ Հայրենական լույսը, որի մասին մենք խոսում ենք, ոչ թե երկրային հայրենիքի լույսն է, այլ երկնային հայրենիքի։ Մենք պատկանում ենք Աստծո թագավորությանը, այդ թագավորության լույսը պետք է փայլի մեր միջոցով այս մութ աշխարհում։ Հիսուսն ասաց. Դուք եք աշխարհի լույսը։ Լեռան վրա կառուցված քաղաքը չի կարող թաքնվել։ Մենք կանչված ենք լինելու լույսի կրողներ, Աստծո ճշմարտության վկաներ։ Ինչպես մենք կարող ենք ստանալ աստվածային իմացություն։ Առաջին ամենակարոր Աստծո խոսքի միջոցով։ Սաղմոս 119-ում գրված է. Քո խոսքը ջրագ է իմ ոտքերի համար, լույս իմ շավիղի համար։ Աստվածաշունչը Աստծո հայտնությունն է մարդկությանը։ Երբ մենք կարդում ենք այն աղոթքով բաց սրտով, Սուրբ Հոգին լուսավորում է մեր մտքերը, օգնում մեզ հասկանալ Աստծո ճշմարտությունները։ Երկրորդ, աղոթքի միջոցով։ Աղոթքը ոչ միայն խոսելն է Աստծո հետ, այլ լսելը։ Երբ մենք անցկացնում ենք ժամանակ Աստծո ներկայության մեջ, նա բացահայտում է իրեն մեզ։ Նա խոսում է մեր սրտերին, առաջնորդում է մեր մտքերը, ցույց է տալիս մեզ բաներ, որոնք մենք երբեք չէինք կարող հասկանալ մեր սեփական իմաստությամբ։ Երրորդ, Սուրբ Հոգու միջոցով։ Հիսուսը խոստացավ. Երբ գա ճշմարտության հոգին, նա կառաջնորդի ձեզ ամբողջ ճշմարտության մեջ։ Սուրբ Հոգին է մեր ուսուցիչը, մեր առաջնորդը։ Նա բացում է մեր հոգոր աչքերը, որպեսզի մենք կարողանանք տեսնել, հասկանալ Աստծո իրականությունները։ Սաղմոս 14-ը շարունակում է. Տերը երկնքից նայեց մարդկանց որդիներին, տեսնելու, թե կա արդյոք մեկը, որ իմանա։ Աստված փնտրում է մարդկանց, ովքեր ցանկանում են իմանալ նրան, ովքեր փնտրում են ճշմարտությունը։ Նա չի թաքցնում իրեն նրանցից, ովքեր անկեղծորեն փնտրում են նրան։ Ընդհակառակը, նա խոստանում է. Փնտրեցեք, կգտնեք։ Մոլորակային լուսավորությունը, որի մասին մենք խոսում ենք, ոչ թե New Age-ի կամ արելյան միստիցիզմի լուսավորությունն է, այլ Աստծո ճշմարտության ճանաչումը։ Երբ մարդը ճանաչում է Աստծուն, նա հասկանում է ամեն ինչ, իր ծագումը, իր նպատակը, իր ճակատագիրը։
Նա հասկանում է, թե ինչու է աշխարհը այնպիսին, ինչպիսին է, թե ինչ է Աստված անում այն վերականգնելու համար։ Սաղմոս 68-ը մեզ ցույց է տալիս Աստծո հաղթանակը։ Բայց արդարները կուրախանան, կցնծան Աստծո առջ կխնդան ուրախությամբ։ Երգեցեք Աստծուն, Սաղմոս երգեցեք նրա անվանը, ճանապարհ պատրաստեցեք նրան, ով հեծնում է անապատների վրա։ Յահ է նրա անունը, ցնծացեք նրա առջ։ Երբ Աստծո լույսը գալիս է, խավարը պետք է նահանջի։ Չարը չի կարող դիմանալ Աստծո սուրբ ներկայությանը։ Աստվածային իմացությունը փոխակերպում է մեր կյանքերը։ Այն փոխում է մեր արժեքները, մեր առաջնահերթությունները, մեր որոշումները։ Երբ մենք տեսնում ենք աշխարհը Աստծո տեսանկյունից, մենք հասկանում ենք, թե ինչն է իրապես կարևոր։ Մենք դադարում ենք հետապնդել սին բաները, սկսում ենք փնտրել հավերժական գանձերը։ Լույսը նա բացահայտում է։ Երբ Աստծո լույսը լուսավորում է մեր սրտերը, այն բացահայտում է թաքնված մեղքերը, գաղտնի մտքերը, չարաշխատված դրդապատճառները։ Սա կարող է անհարմար լինել, նույնիսկ ցավալի։ Բայց դա անհրաժեշտ է մեր հոգոր աճի համար։ Մենք չենք կարող մաքրվել այն մեղքերից, որոնք չենք ճանաչում։ Աստծո լույսը ցույց է տալիս մեզ մեր իրական վիճակը, որպեսզի մենք կարողանանք ապաշխարել փոխվել։ Սաղմոս 116-ը վկայություն է Աստծո փրկության մասին։ Ես սիրում եմ Տիրոջը, որովհետև նա լսեց իմ ձայնը, իմ աղերսանքները։ Որովհետև նա թեքեց իր ականջը դեպի ինձ, ես կկանչեմ նրան իմ բոլոր օրերում։ Երբ մենք փորձառում ենք Աստծո լույսը փրկությունը, մենք չենք կարող լռել։ Մենք պետք է վկայենք այն մասին, ինչ նա արել է մեզ համար։ Աստծո լույսը նա առաջնորդող լույս է։ Երբ իսրայելացիները դուրս եկան Եգիպտոսից, Աստված առաջնորդում էր նրանց ցերեկը ամպի սյունով, իսկ գիշերը կրակի սյունով։ Այսօր էլ նա առաջնորդում է իր ժողովրդին։ Երբ մենք չգիտենք, թե ուր գնալ, ինչ անել, ինչ որոշում կայացնել, Աստծո լույսը ցույց է տալիս ճանապարհը։ Բայց մենք պետք է զգուշանանք կեղծ լույսերից։ Սատանան ինքը ներկայանում է որպես լույսի հրեշտակ։ Կան շատ ուսմունքներ, փիլիսոփայություններ, որոնք խոստանում են լուսավորություն, բայց տանում են դեպի խավար։ Ինչպես կարող ենք տարբերել ճշմարիտ լույսը կեղծից։ Միայն Աստծո խոսքի միջոցով։ Ամեն ինչ պետք է ստուգվի Աստվածաշնչով։ Եթե մի ուսմունք հակասում է Աստծո խոսքին, այն կեղծ է, անկախ նրանից, թե որքան գրավիչ է թվում։ Աստծո լույսը նա միավորող լույս է։ Երբ մենք քայլում ենք լույսում, մենք ունենք հաղորդակցություն միմյանց հետ։ Հովհաննես առաքյալը գրում է. Եթե ասենք, թե հաղորդակցություն ունենք նրա հետ, բայց քայլենք խավարում, ստում ենք չենք անում ճշմարտությունը։ Բայց եթե քայլում ենք լույսում, ինչպես նա լույսում է, հաղորդակցություն ունենք միմյանց հետ։ Լույսը միավորում է Աստծո ժողովրդին։ Այն քանդում է պատնեշները, վերացնում է թյուրիմացությունները, ստեղծում է իրական եղբայրություն։ Սաղմոս 68-ում մենք տեսնում ենք Աստծո հոգատարությունը թույլերի կարիքավորների նկատմամբ։ Որպերի հայր այրիների պաշտպան է Աստված իր սուրբ բնակարանում։ Աստված միայնակներին տուն է տալիս, բանտարկյալներին դուրս է բերում բարգավաճման։ Աստծո լույսը ոչ միայն լուսավորում է, այլ ջերմացնում է։ Այն մխիթարություն է բերում վշտացածներին, հույս հուսահատներին։ Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ խավարը թվում է, թե խորանում է։ Բարոյական անկումը, հոգոր շփոթությունը, սոցիալական քաոսը, ամենուր մենք տեսնում ենք խավարի նշաններ։ Բայց հենց այդպիսի ժամանակներում է, որ Աստծո լույսը փայլում է ամենապայծառ։ Որքան մութ է գիշերը, այնքան ավելի վառ է աստղերի լույսը։ Սաղմոս 116-ը մեզ հիշեցնում է Աստծո հավատարմության մասին։ Ինչ կհատուցեմ Տիրոջը նրա բոլոր բարիքների համար, որ արեց ինձ։ Փրկության բաժակը կբարձրացնեմ, Տիրոջ անունը կկանչեմ։ Երբ մենք ճանաչում ենք Աստծո լույսը, երբ մենք ստանում ենք աստվածային իմացություն, մենք պարտավոր ենք երախտագիտություն հայտնել։ Մենք պետք է օգտագործենք այդ լույսը ուրիշներին օգնելու համար։ Աստվածային իմացությունը պարտականություն է բերում։ Ում շատ է տրված, նրանից շատ կպահանջվի։ Եթե Աստված լուսավորել է մեր մտքերը, եթե նա բացահայտել է մեզ իր ճշմարտությունները, մենք պարտավոր ենք կիսվել այդ լույսով։ Մենք չենք կարող պահել այն մեզ համար։ Լույսը նախատեսված է փայլելու, ոչ թե թաքցվելու։ Հիշեք Պողոս առաքյալի փորձառությունը Դամասկոսի ճանապարհին։ Նա հանդիպեց Քրիստոսի լույսին, այդ հանդիպումը փոխեց նրա կյանքը։ Նա, ով հալածում էր եկեղեցին, դարձավ նրա մեծագույն քարոզիչներից մեկը։ Աստծո լույսը ոչ միայն լուսավորում է, այլ փոխակերպում է։
Այն մեզ դարձնում է նոր արարածներ։ Վերջում, թույլ տվեք ասել սա. Աստծո լույսը հասանելի է բոլորին, ովքեր փնտրում են այն։ Աստված չի խտրում։ Նա ուզում է, որ բոլոր մարդիկ փրկվեն գան ճշմարտության ճանաչմանը։ Եթե դուք այսօր քայլում եք խավարում, եթե դուք շփոթված եք, եթե դուք փնտրում եք ճշմարտությունը, եկեք լույսի մոտ։ Եկեք Հիսուսի մոտ։ Նա կլուսավորի ձեր ճանապարհը, կբացի ձեր մտքերը, կփոխի ձեր կյանքը։ Տեր Հիսուս, մենք գալիս ենք քեզ մոտ որպես աշխարհի լույս։ Լուսավորիր մեր մտքերը քո ճշմարտությամբ։ Հեռացրու խավարը մեր կյանքերից։ Տուր մեզ աստվածային իմաստություն։ Օգնիր մեզ քայլել լույսում, ինչպես դու ես լույսում։ Արա մեզ լույսի կրողներ այս մութ աշխարհում։ Թող մեր կյանքերը փայլեն քո փառքով, որպեսզի ուրիշները տեսնեն փառավորեն մեր Հորը երկնքում։ Օգնիր մեզ զգուշանալ կեղծ լույսերից, միշտ մնալ քո ճշմարտության մեջ։ Քո սուրբ անունով աղոթում ենք։ Ամեն։